Ձմեռը ոնց էիք պարապում։ Ձմեռը սկզբնական շրջանում Կիլիկիայի զալում էինք պարապում։ Ցուրտ, այդ ժամանակ պարկետ էր, ամբողջ պատուհանները կոտրված էին։ Շատ դեպքերում մենք պարապում էինք դրսում, երբ որ ձյունը թույլ, այսինքն ձյուն չէր լինում եւ կարողանում էին կորտը օգտագործեին, մինչեւ այն ժամը, երբ որ արևը դեռ չէր կպել ու դաշտը ցեղ չէր դարձել, մենք կարողանում էինք խաղալ։ Սառը ժամանակ։ Այո, իսկ այն ժամանակ ոչ մեկ չէր ասում, վայ հիվանդան ա, վայ հազած, իմ մայրը, որ ընդհանրապես դրա վրա ուշադրություն չի դարձրել։ Մեր սերունդը տենց սերել է, նորմալ է։ Իմ մաման ինձ ասում էր, կապ չունի, գնա խաղա, ասենք ինչ որ մի տեղից որ ցավում էր, ասում էր, ոչինչ, կանցնի։ Ու այդպես անցնում էր իզարմանս ինձ։ Բայց հետո ինչ որ մի շրջան եկավ, որ ինձ սկսեց ֆինանսավորել Հայրապետյան Ռուբենով, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահան, եւ ինքը մեզ հատկացնում էր, ես եւ Հենրիկը, եւ Դավթյան Հովանեսը եւ տենց ինձանից մեծ տարիքի տղաներով գնում էինք այն ժամանակ Grand Sport-ի հետևում դահլիճ կար բասկետբոլի, հատուկ մեր համար դաշտ էին սարքել, գծեր էին գծել եւ ձմեռը այնտեղ էին կարողանում անցկացնել եւ պարկետ էր էլի, բայց այո, եւ փորձում էինք նենց անենք, որպեսզի որոշակի մրցումներ լիներ, այդ ընթացքում գնայինք ինչ-որ մի ձև անցկացնեինք ձմեռը, բայց մարզավիճակը պահվում էր էլի ձմռանը։ Այո, մենք շատ լավ պահում էինք, այնպես չէր որ բացակայում էինք կամ չէինք պարապում։ Ամեն օր 2-3 ժամ հաստատ գնում էինք այնտեղ, քանի որ հատկացրած էր այդ դահլիճը, շատ օգտակար էր լինում մեզ համար։